Գիրք Դանիել, գլուխ 6։ Հաճո երևացավ դարեհի առաջին թագավորությանը վրա 120 կուսակալներ դնելու, որոնք լինեն բոլոր թագավորության մեջ, և սրանց վրա 3 հրամանատար, որոնցից մեկը Դանիելն էր, որոնց այն կուսակալները հաշիվ տան, որ թագավորին վնաս չլինի։ Այն ժամանակ այս Դանիելը նախապատիվ եղավ հրամանատարներից և կուսակալներից, որովհետև նրանում գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր, որ նրան բոլոր թագավորության վրա դնե։ Այն ժամանակ հրամանատարները և կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիելի դեմ կառավարության կողմանը, բայց բնավ մի պատճառ և չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր և ոչ մի հանցանք և չարություն չգտնվեցավ նրա վրա։ Այն ժամանակ այս մարդիկն ասեցին, թե մենք Դանիելի դեմ բնավ մի պատճառ չենք գտնելու, այլ նրա վրա կգտնենք Աստծո օրենքի կողմանը։ Այն ժամանակ հրամանատարները և կուսակալները ժողովեցան թագավորի մոտ և այսպես ասեցին նրան. «Ով դարեհ թագավոր, հավիտյան կաց, խորհրդակցել են թագավորության բոլոր հրամանատարները, նախարարները և կուսակալները, խորհրդականները և կառավարիչները, որ թագավորը մի հրաման որոշե և մի արգելք հաստատվի, որ ամեն ով, որ մի խնդրված խնդրե որևէ աստվածանից և մարդից մինչև 30 օր, բացի քեզանից, ով թագավոր, նա գցվի առյուծների գուբը։ Հիմա ով թագավոր, հաստատիր այս արգելքը և ստորագրիր հրովարտակը, որ չփոխվի մարած և պարսից օրենքի համեմատ, որ անխափանելի է»։ Վասն որո դարեհ թագավորը ստորագրեց հրովարտակը և արգելքը։ Եվ երբ որ Դանիելն իմացավ, թե հրովարտակը ստորագրվեցավ, գնաց իր տունը, և իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, և օրը 3 անգամ նա ծունկի վրա էր գալիս և աղոթք էր անում, և գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ այսպես էր անում։ Այն ժամանակ այն մարդիկը ժողովեցան և գտան Դանիելին խնդրելիս և աղաչելիս իր Աստծո առաջին։ Այն ժամանակ մոտեցան և ասեցին թագավորի առաջին թագավորի արգելքի մասին. «Չէ՞ որ դու մի արգելք ստորագրեցիր, որ ամեն մարդ, որ խնդրե որևէ աստվածանից և մարդից մինչև 30 օր, բացի քեզանից, ով թագավոր, պիտի գցվի առյուծների գուբը»։ Թագավորը պատասխանեց և ասեց. «Հաստատ է այդ բանը մարած և պարսից օրենքին համեմատ, որ չի խափանվի»։ Այն ժամանակ պատասխանեցին և ասեցին թագավորի առաջին, թե Դանիելը, որ Հրեաստանի գերիներիցն է, քեզ ով թագավոր և քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, և օրը 3 անգամ խնդրվածք է խնդրում։ Այն ժամանակ թագավորը, երբ որ լսեց այս խոսքը, շատ տրտմեց ինքն իրանում, և միտքը դրավ Դանիելի վրա, որ նրան ազատե, և մինչև արեգակի մտնելը ջանք էր անում նրան ազատելու։ Այն ժամանակ այն մարդիկը թագավորի մոտը ժողովեցան և թագավորին ասեցին. «Իմացիր, ով թագավոր, որ մարած և պարսից օրենք է, որ թագավորի հաստատած ամեն արգելքն ու հրամանը չի փոխվի»։ Այն ժամանակ թագավորն ասեց. «Եվ բերին Դանիելին, և նրան գցեցին առյուծների գուբը»։ Թագավորը պատասխանեց և ասեց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատ է քեզ»։ Եվ մի քար բերին և դրին գուբի բերանին։ Եվ թագավորը կնքեց նրան իր կնիքովը և իր մեծամեծների կնիքովը, որ Դանիելի նկատմամբ մի բան չփոխվի։ Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերը անցրեց առանց ուտելու և նվագարաններ էլ բերել չտվավ իր առաջը։ Եվ քունը գնաց նրա վրայից։ Այն ժամանակ թագավորը արշալույսին վեր կացավ կանուխ և շտապելով գնաց առյուծների գուբը։ Եվ երբ որ գուբին մոտեցավ, Դանիելին կանչեց տրտում ձայնով։ Թագավորը խոսեց և ասեց Դանիելին. «Ով Դանիել, կենդանի Աստծո ծառա, քո Աստվածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացավ քեզ ազատել առյուծներիցը»։ Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ով թագավոր, հավիտյան ողջ կաց, իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակը, և նա փակեց առյուծների բերանը, և նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջին մաքրություն գտնվեցավ ինձ վրա, և քո առաջին էլ, ով թագավոր, մի հանցանք չեմ արել»։ Այն ժամանակ թագավորը շատ ուրախացավ իրանում և հրամայեց, որ Դանիելին դուրս հանեն գուբիցը։
Եվ Դանիելը դուրս բերվեցավ կուբիցը, եւ նրա վրա ոչ մի վնաս չգտնվեցավ, որովհետև հավատացել էր իր Աստծուն։ Եվ թագավորը հրամայեց, եւ այն մարդկանցը բերին, որոնք Դանիելի չարախոսությունն արել էին, եւ գցեցին առյուծների գուբը նրանց որդկանցը եւ նրանց կանանցը։ Եվ նրանք դեռ չէին հասել գուբի հատակին, որ առյուծները հափշտակեցին նրանց, եւ նրանց բոլոր ոսկորները փշրեցին։ Այն ժամանակ Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամեն երկրում. «Շատանա ձեր խաղաղությունը, ինձանից հրաման դուրս եկավ, որ իմ թագավորության բոլոր իշխանության մեջ դողան եւ վախենան Դանիելի Աստծո երեսիցը, որ նա է կենդանի Աստվածը, եւ կա հավիտյան, եւ նրա թագավորությունը չի քանդվի, եւ նրա իշխանությունը մինչեւ վերջն է։ Նա է ազատում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վրա, որ Դանիելին ազատեց առյուծների ձեռիցը։ Եվ այս Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորությունումը եւ Պարսիկ Կիրոսի թագավորությունումը»։